Դրացել կներկայացվի ովքեր կպատժվեն, կներկայացվի ովքեր չեն թերացել, կստանան մեր կողմից գովասանքի խոսքեր։ Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում առաջնահերթ խնդիրների լուծման համար կառավարությունը 10 միլիարդ դրամ հատկացրեց։ Գումարը կբաշխվի 10 մարզերի միջև, 325 ծրագրերից 114-ը քաղաքային, 211-ը գյուղական համայնքներում են իրականացվելու։ Ծրագրում ընդգրկված են դպրոցների վերանորոգման, նախադպրոցական հաստատությունների վերանորոգման, մշակութային օբյեկտներին ուղղված, բնակելի բազմաբնակարան շենքերի բարեկարգման եւ հարդարման, գազամատակարարման, ճանապարհաշինության, համայնքային կենտրոնների կառուցման եւ վերանորոգման, առողջապահական օբյեկտներին ուղղված, այնպես նաեւ ջրամատակարարման, ոռոգման եւ խմելու ջրի, բնակարանային խնդիրների լուծմանը պետական աջակցության եւ այլ ծրագրեր։ Այս տարի իրականացվող երկրորդ ծրագիրն է սա։ Վարչապետը տարածքային կառավարման փոխնախարարին հանձնարարել է համագործակցել գերատեսչությունների հետ եւ հետեւել գումարները ծախսելու ընթացքին։ Մեկ հանձնարարական էլ Տիգրան Սարգսյանը տվեց ոստիկանության պետին։ Պահանջը քաղաքացիներից է եկել։ Իրավապահները քաղաքացիներին լիարժեք տեղեկություններ պետք է տան ճանապարհներին տեղադրվող չափիչ սարքերի մասին։ Պետք է վստահեցնենք մեր քաղաքացիներին, որ այդ սարքերը ճշգրիտ են աշխատում, արդյոք այդ սարքերը սերտիֆիկացված են, երկրորդը ինչ տեղերում են նրանք տեղադրվում։ Արդեն լիցենզավորման հարցերով, արդեն հասարակական կազմակերպություններին մենք իրազեկել ենք, գործընթացը արդեն եղել է, 3 նորից հանձնարարությունը տրվել, ելնելով դրանից մենք հանդիպում կկազմակերպենք եւ այլևս այդ հարցը չի բարձրացվի։ Գործադիրը որոշեց կառավարության համար 2 մասնաշենքը, ներկայիս արտգործնախարարության շենքը օտարել Տանգո ընկերությանը։ Գնորդը պարտավորվում է անհրաժեշտ ծավալի ներդրումներ իրականացնել, կառուցել 5 աստղանի հյուրանոցային համալիր, միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով, պահպանելով գույքի պատմամշակութային եւ արտաքին տեսքը։ Արմինե Պետրոսյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Եվս մի քանի եվրոպացի է համալրել Ադրբեջանի տխրահռչակ սև ցուցակը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելել եւ Հայաստանի նախագահին իրենց տպավորություններն են ներկայացրել Շվեյցարիայի ազգային խորհրդի մեր երկրի հետ բարեկամության խմբի համանախագահներն ու պատվիրակության անդամները։ Ուելի Լոենբերգերն ու Դոմինիկ Դեբումանը նշել են, որ անչափ տպավորված են Հայաստան ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելություններից եւ այդ տպավորություններն անշուշտ ներկայացնելու են նաեւ Շվեյցարիայի կառավարությանը, որը մի քանի ամսից ստանձնելու է նախագահությունը ԵԱՀԿ-ում։ Նախագահ Սարգսյանը ողջունել է այդ այցերը, որոնք նրա համոզմամբ շատ կարևոր են տարածաշրջանում տիրող իրավիճակին ծանոթանալու, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի եւ առկա խնդիրների հակամարտության նախապատմությանը համակողմանի տեղեկացվածության տեսանկյունից։ Բարեկամ երկրների խորհրդարանների մեծ հետաքրքրությունը հիմնախնդրի նկատմամբ երկրի ղեկավարը ուրախալի է համարել, նշելով մեջբերում է։ Մեծապես դրվատելի է, որ աշխարհի առաջադեմ հանրությունը սկսում է վերանայել իր մոտեցումներն ու գալ այն եզրահանգման, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ աշխարհի մյուս ժողովուրդների նման ունի իր ճակատագիրը տնօրինելու, ազատ ու անվտանգ ապրելու իրավունք, եւ որ այնտեղ կառուցվում է իրապես ժողովրդավարական երկիր եւ քաղաքացիական հասարակություն, ասել է նախագահ Սարգսյանը։ Երկրի ղեկավարն այսօր հյուրընկալել է նաև սահմանադրական դատարանների եւ այլ հաստատությունների փոխգործակցությունը սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման գործում թեմայով հոկտեմբերի 4-ից 6-ը Հայաստանում անցկացվող միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մի շարք երկրների սահմանադրական արդարադատության մարմինների ներկայացուցիչներին։ Նախագահ Սարգսյանը ողջունել է ցանկացած երկրի ու հասարակության համար մշտապես արդիական ու կարևոր համարվող արդարադատության խնդիրների քննարկմանը միտված հանդիպումների անցկացումն ու Երևանյան խորհրդաժողովի աշխատանքներին մաղթել հաջողություններ։ Ոլորտի մասնագետների արդեն ավանդույթ դարձած նման ներկայացուցչական կազմով հանդիպումները նախագահի համոզմամբ փոխադարձաբար օգտակար են եւ թույլ են տալիս պրոֆեսիոնալ մակարդակում քննարկել արդարադատության սահմանադրական իրավունքի ոլորտի խնդիրները, համատեղ լուծումներ գտնել, կիսվել առաջադեմ փորձով եւ դրանց հիման վրա հանձնարարականներ մշակել, որոնք կարող են մասնակից երկրների արդարադատության համակարգերի կատարելագործման, այդ ոլորտում բարեփոխումների խթանման հիմք դառնալ։ Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նախագահին ներկայացրել է երկօրյա խորհրդաժողովի նիստերում քննարկվելիք թեմաներն ու մասնակից երկրների համար դրանց կարևորությունը։ Հաջորդ թեմայի մասին Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ նստաշրջանը։ Այսօրվա քննարկումներում մեզ ամենահետաքրքրող թեման մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հարցն էր։ Ստրասբուրգում է նաև իմ գործընկեր Սիրանուշ Մուրադյանը, մենք հիմա ուղիղ հեռախոսակապ ունենք նրա հետ։ Սիրանուշ, բարի երեկո։ Բարի երեկո, Քրիստինե։
Սիրանուշ, գիտենք, որ Սաֆարովի հարցով քննարկումն արդեն սկսվել է, ինչ ընթացք է ստացել։ Քրիստինե, մինչև Սաֆարովին վերաբերող քննարկումը ասեմ, որ այսօր լրագրողների հետ հանդիպանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թեոդոր Նիագլանդը անդրադարձավ նաև Ադրբեջանի այսպես կոչված խավիարային դիվանագիտությանը։ Եթե Ադրբեջանի պատվիրակության անդամներն իսկապես կաշառում են իրենց գործընկերներին ծևի կրայով, ապա դա ընդհանրապես անընդունելի է, դա վտանգում է վեհաժողովի անկախությունը, ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն, ավելացնելով, թե խորհրդարանն ու իր անդամները պետք է անկախ լինեն եւ գործեն այս կազմակերպության արժեքներին ու ստանդարտներին համապատասխան։ Հենց այս պատճառով էլ այդ երևույթը հիմնովին անընդունելի է, ասաց գլխավոր քարտուղարը։ Այսպիսի իրավիճակների հետաքննության հնարավորության հետ կապված Թեոդոր Նիագլանդն ասաց, թե ինքը չի կարող խառնվել վեհաժողովի գործերին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը անկախ մարմին է։ Իդեպ ասեմ նաև, որ ԵԽԽՎ-ն այսօր քննության առավ նաև վեհաժողովականների պահվածքին վերաբերող զեկույցը։ Քրիստինե։ Սիրանուշ, եւ դառնանք դարձյալ այս թեմային առնչվող եւ ամենակարևոր հարցին։ Սաֆարովին արտահանձնելու վերաբերյալ քննարկումը ընթացքի մեջ, այս մասին ինչ կարող եք ասել։ Քրիստինե, այս պահին սկսվել է Սաֆարովին վերաբերող քննարկումը եւ ընթացքի մեջ է։ Ելույթի համար գրանցվել են շուրջ 30 падգամավոր։ Առաջինը Անգլիան ներկայացնող Քրիստոֆեր Չոպը հակիրճ զեկույցով խորհրդարանին ներկայացրեց կատարվածի նախապատմությունը, թե ինչպես ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Բաշկերտում դասընթացների ժամանակ սպանել է հայ սպա Գուրգեն Մարկարյանին եւ դատապարտվել ցմահ, հետո սակայն արտահանձնվել Ադրբեջանին ու հերոսացվել։ Քրիստոֆեր Չոպը, որ ներկայացնում է նաև իրավական հարցերի հանձնաժողովն, ասաց, որ իր եւ հանձնաժողովի համոզմունքն է, որ սա լավ օրինակ չէ, մարդուն ով հանցագործը հերոսացնում են։ Ֆրանսիացի падգամավոր Ֆրանսուଆ Ռոժբալանի ելույթը բավականին խիստ էր։ Падգամավորն ասաց, միանում է հայերի զայրույթին, ինչպես է հնարավոր շարունակել հակամարտության հետ կապված բանակցությունները ստեղծված իրավիճակում, երբ մարդուն վատ արարքի համար պարգևատրում են։ Հունգարիան այս արարքով ոտնահարեց մարդու իրավունքները։ Սա պախարակում է ամբողջ Եվրամիությունը, ամոթալի է եվրոպական ընտանիքի համար, ասաց ֆրանսիացի падգամավորը։ Տարբեր խմբերից Քրիստինա այս պահին մոտ 10 падգամավոր արդեն ելույթ են ունեցել։ Բոլորը դատապարտում են կատարվածը, ցնցված են, ցավակցություն են հայտնում Գուրգեն Մարկարյանի ընտանիքին եւ ընդգծում են, որ անընդունելի, աններելի է հանցագործի հերոսացումը։ Այս պահին Քրիստինա այսքանը քննարկումը հենց այս պահին շարունակվում է, թերևս գարիք մեր թողարկումներում մանրամասները կներկայացնեմ։ Քրիստինե։ Շնորհակալություն, Ստրասբուրգից հեռախոսով հաղորդում էր իմ գործընկեր Սիրանուշ Մուրադյանը, հիշեցնեմ, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր քննարկվում է մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու թեման։ Շարունակում ենք թողարկումը։ Թուրքական կառավարությունը խորհրդարանից ստացել է Սիրիայի դեմ պատերազմ սկսելու մանդատ։ Այսօր առավոտյան թուրքական հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի թիրախներին։ Սիրիայի հակամարտության ավելի քան 1.5 տարվա ընթացքում Անկարան առաջին անգամ կրակ է բացել հարևան երկրի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ թուրք-սիրիական հարաբերությունների լարվածության սրման պատճառը նախորդին սիրիական կողմից թուրքական սահմանային բնակավայրերի ռմբակոծությունն էր, որի հետևանքով զոհվել էր 5 մարդ։ Սիրիայի կառավարությունը պարզաբանել է թուրքական տարածքում իր արկերի ինքնելու հանգամանքները, ցավակցել զոհվածների ընտանիքներին, ստացել պարզել սադրանքի մեղավորներին։ Այնուհանդերձ Էրդողանի կառավարությունը փորձում է անպայման օգտագործել իր տարածքի ռմբակոծության փաստը Սիրիայի դեմ ռազմարշավ սկսելու համար։ Թուրքիայի ազգային մեծ ժողովը հաստատեց կառավարության ներկայացրած փաստաթուղթը, որը վերաբերում է Թուրքիայի սահմանային շրջանների վրա հետագա հարձակումների դեպքում Սիրիան ներխուժելու եւ ռազմական հարված հասցնելուն։ Փաստաթուղթը, որը ընդունվել է ձայների 320 կողմ 129 դեմ հարաբերակցությամբ, Թուրքիայի կառավարությանը 1 տարի ժամկետով լիազորում է անհրաժեշտության դեպքում բանակին հրաման արձակել ռազմական գործողություններ իրականացնել արտասահմանում։ Վարչապետ Ռեջեփ Էրդողանի խորհրդականը նաև հայտարարել է, թե փաստաթուղթը չի նշանակում, որ Թուրքիան պատրաստվում է պատերազմել։ Թուրք-սիրիական հարաբերությունների հերթական լարվածության սրման պատճառը նախորդին սիրիական կողմից թուրքական սահմանային բնակավայրի ռմբակոծությունն է, որի հետևանքով զոհվել է 5 քաղաքացի, այդ թվում 1 կին եւ 2 երեխա, 10-ից ավելին վիրավորվել է։ Թուրքական հրետանին վերսկսել է հարվածները Սիրիայում գտնվող թիրախներին։ Սիրիայի հակամարտության ավելի քան 1.5 տարվա ընթացքում Անկարան առաջին անգամ կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ։ Թուրքիայի իշխանությունը որոշել է տարհանել սահմանային բնակավայրերի քաղաքացիներին, միաժամանակ օգնության խնդրանքով դիմել է միջազգային տարբեր կառույցներին ու ՆԱՏՕ-ին։ Միացյալ Նահանգներն արդեն հայտնել է իր դաշնակցին աջակցելու պատրաստակամության մասին, միջադեպին արձագանքել է նաև Եվրամիությունը։ Կազմակերպության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնը անընդունելի է համարել Սիրիայի տարածքից թուրքական բնակավայրի հրետերակոծությունը, բայց եւ երկու պետություններին զսպվածության կոչ է արել։ Երեկվա միջադեպն ակնհայտորեն ցույց է տալիս սիրիական ճգնաժամի ողբերգական ազդեցությունը հարևան երկրների վրա։ Ես կոչ եմ անում սիրիական իշխանություններին անհապաղ վերջ դնել բռնությանը եւ հարգել հարևան պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Սահմանային միջադեպը դատապարտել է նաև ՆԱՏՕ-ն, դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենի գլխավորությամբ տեղի ունեցել նիստ, որի ժամանակ ընդունված համատեղ հայտարարությունում մասնակիցները դատապարտել են տեղի ունեցածը եւ Դամասկոսին կոչ արել վերջ տալ Թուրքիայի դեմ հարձակողական կեցվածքին։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը սակայն չի շտապում կիրառել դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը, որը նախատեսում է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել կազմակերպության անդամ պետությանը նրա տարածք ներխուժելու դեպքում, իսկ Դամասկոսը պատճառաբանել է երեկվա հրթիռակոծության հանգամանքները թուրքական բնակավայրի ուղղությամբ արկերն արձակվել են թուրք-սիրիական Թել Աբիաս սահմանային անցակետի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար սիրիական հատվածում կառավարական զորքի եւ ապստամբների միջև շարունակվող բախումների ժամանակ։ Սիրիայի կառավարությունը ցավակցել է թուրքացիների ընտանիքներին եւ խոստացել պարզել սադրանքի մեղավորներին։ Մարիամ Քույտարյան, առաջին լրատվական։ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեփում կառավարական զորքերի եւ զինյալ ընդդիմության միջև բախումները շարունակվում են, ըստ վերջին տվյալի ռազմական գործողություններն ընթանում են հայկական թաղամասերին չափազանց մոտ։ Շարունակում է լարված մնալ հատկապես Բոստան-Փաշա թաղամասը, որտեղ գտնվում է հայկական ծերանոցը, պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Նորգյուղի ծայրամասային հատվածներում, այստեղ բռնկված հրդեհը մարելու համար բնակիչներին օգնության են հասել շտապօգնության հայ տղաները։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ չեն եղել։ Ռուսաստանն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունների նկատմամբ, արևմուտքի, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անտարբերության առիթով։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը նկատել է, որ միջազգային հանրությունը դատապարտում է թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպը, սակայն լռում է Հալեփում տեղի ունեցող խոշոր ահաբեկությունների մասին։ Բռնարարք է կատարվել նաև Լիբանանում, արևելյան Բեքա հովտում տեղի ունեցած պայթյուններից զոհվել է 7 մարդ, եւս 4-ը վիրավորվել է։ Տեղի բնակիչների վկայությամբ պայթյունները որոտացել են զինապահեստում։ Հետընտրական կրքերը Վրաստանում չեն հանդարտվում։ Ընդդիմության կողմնակիցները հարձակումներ են կատարել մի քանի տեղամասերի վրա, որտեղ Սաակաշվիլիի գլխավորած կուսակցությունը հաղթող է ճանաչվել։ Ընդդիմությունը պնդում է, որ այդ հաջողությունները կեղծիքների արդյունք են։ Ընտրություններում հաղթած վրացական երազանք կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին կոչ է արել իր համախոհներին զսպվածություն ցուցաբերել եւ բոլոր վիճերի հարցերը լուծել դատարաններում ու խորհրդարանում։ 56-ամյա միլիարդատերը մտադիր է վերականգնել իր վրացական քաղաքացիությունն ու զբաղեցնել հանրապետության վարչապետի պաշտոնը։ Նա մեկ անգամ եւս հաստատել է, որ Վրաստանը չի հրաժարվելու Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ծրագրից, բայց եւ վերականգնելու է Վրաստանի ներկայությունը ռուսական շուկայում։ Իսկ Սաակաշվիլին նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչեւ հաջորդ տարվա հոկտեմբերին կայանալիք ընտրությունները։ Սակայն պարտված իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ շտապել են լքել երկիրը, վախենալով հաղթանակած կոալիցիայի դատական հետապնդումներից։ Պաշտոնապես հաստատված չէ, թե կառավարության որ պաշտոնյաներն են մեկնել, բայց ենթադրվում է, որ դրանք պաշտպանության նախկին եւ արդարադատության գործող նախարարներն են ու խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը։ Ականատեսների վկայությամբ օդանավակայանի կառավարական սրահի մոտ եղել է պետական համարանիշներով եւ մքեցված ապակիներով 10 մեքենա, իսկ հոկտեմբերի 4-ին Թբիլիսից թռիչքներ են տեղի ունեցել դեպի Վարշավա, Ռիգա, Կիև, Տալին եւ այլ քաղաքներ։ Վրաստանում կայացած ընտրություններին անդրադարձել են նաև մեր փորձագետները։ Ալեքսանդր Իսկանդարյանն ու Ռիչարդ Կիրակոսյանը վերլուծում են ստեղծված դրությունն ու կանխատեսում Վրաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը։ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքը, որը զարմացրել է նույնիսկ շատ վրացիների, կարևոր նշանակություն կունենա նաև Հայաստանի համար, համոզված է տարածաշրջանային հետազոտություններ կենտրոնի տնօրենը։ Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, քչերն էին սպասում, որ իշխանությունն այսքան քիչ մանդատ կստանա։ Ընտրությունների արդյունքների վրա վճռական ազդեցություն ունեցավ բանտային սկանդալը։ Վրաստանի ընտրությունների արդյունքները պետք է դաս լինեն ցանկացած իշխանության համար, այն առումով, որ իշխանությունները չպետք է չափից ավելի ինքնավստահ լինեն, նաև չպետք է անտեսեն փոփոխություններին ուղղված քաղաքացիների պահանջը։ Ընտրությունները նաև ցույց տվեցին Վրաստանում ժողովրդավարության մակարդակը։ Վրաստանի ու Հայաստանի նմանությունն էլ կայանում է նրանում, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում գոյություն ունի առողջ պայքարի մթնոլորտ։ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով փոփոխությունների պետք է սպասել վրաց-ռուսական հարաբերություններում։ Իհարկե վտանգ կա, որ նա ավելի կոշտ քայլեր կանի ցույց տալու, որ ռուսամետ չէ, սակայն ես վստահ եմ այս հարցում եւ հիմնվում եմ ոչ թե Իվանիշվիլիի անձի վրա, այլ այն գործիչների, ովքեր գտնվում են նրա շրջապատում։ Նկատի ունեմ Ջափարիձեին ու Ալասանյային։ Վրաստանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ Ռուսաստանի հարևանն է, ոչ թե ԱՄՆ-ի։ Նույն ընտրությունների արդյունքը նկարագրելիս քաղաքագետ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը օգտվում է ջարդել հասկացությունից։ Ընդդիմադիր վրացական երազանք դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հաջողվեց ջարդել Սաակաշվիլիի մեքենան, մասամբ նաև Վրաստանում բանտային սկանդալի հետևանքով։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, կարծում եմ այն ավելի կոմպլեմենտար կլինի։ Սաակաշվիլին այն հասցրել է նվազագույնի, իսկ հիմա արդեն մանևրելու տեղ կլինի։
Քաղաքագետի տվյալով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքներ են բաժանվել ամբողջ երկրի տարածքում, այն էլ պետական միջոցներից։ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով Իվանիշվիլին հաղթել է արդար պայքարում, նա իրեն թույլ չի տվել ընտրակաշառք բաժանել։ Հայկ Հովհաննիսյան, Մարիաննա Հակոբյան, Կարեն Գրիգորյան, Առաջին լրատվական։ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ Միթ Ռոմնի եւ Բարակ Օբամայի առաջին հեռուստաբանավեճը, որը տեղի է ունեցել Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի համալսարանում, հեռուստադիտողների համոզմամբ ավարտվել է հանրապետական Միթ Ռոմնիի հաղթանակով։ CNN-ի իրականացրած հարցումը ցույց է տվել, որ Ռոմնիի օգտին են արտահայտվել հարցվածների 67, իսկ Բարակ Օբամայի օգտին ընդամենը 25%-ը։ Օբամայից հիասթափությունը մեծ է, 61%-ի համոզմամբ նախագահն ավելի վատ է ելույթ ունեցել, քան սպասում էին։ 82%-ն էլ համոզված է, որ Ռոմնին ավելի լավ է խոսել, քան ակնկալում էին։ Կողմերը քննարկել են նոր աշխատատեղերի ստեղծման, բյուջեի դեֆիցիտի կրճատման, հարկային եւ առողջապահության համակարգերի խնդիրները։ Բանավեճի ընթացքում պարզվել է, որ առաջիկա տարիներին Բարակ Օբամայի գլխավոր խնդիրն է կրթության համակարգի բարելավումը։ Միթ Ռոմնին էլ նախատեսել է խթանել առևտուրը։ Բանավեճը Միացյալ Նահանգների նախագահը սկսել է փոքր զգացմունքային նախաբանից հետո։ Օբաման հիշեցրել է, որ 20 տարի առաջ Միշելին ամուսնության առաջարկություն է արել եւ ստացել նրա համաձայնությունը։ Օբաման շնորհավորել է կնոջը ամուսնության տարեդարձի առթիվ, Ռոմնին էլ իր մրցակցին։ Ապա տեխնատուներն անցել են երկրի ներքին խնդիրների, հիմնականում տնտեսական ոլորտի հարցերի շուրջ բանավեճին։ Հեռուստաբանավեճին հետևել է 50 միլիոն քաղաքացի։ Իրադրությունը Ղրղզստանում լարված է շարունակում մնալ, ձերբակալվել է խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության 3 պատգամավոր, նրանց կասկածում են իշխանության անօրինական զավթման փորձի համար։ Նրանք մասնակցել են Բիշկեքում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքին, որի մասնակիցները պահանջում էին ազգայնացնել Կումոր ոսկու հանքը։ Հանրահավաքից հետո ցուցարարների մի խումբ փորձել է ներխուժել խորհրդարան։ Նույն շենքում է գտնվում նաև Ղրղզստանի նախագահի նստավայրը։ Իրավապահներին հաջողվել է կասեցնել ցուցարարների ներթափանցումը շենք։ Բախումների ժամանակ 12 մարդ վիրավորվել է, 1 տասնյակից ավելի ակտիվիստ էլ, այդ թվում 3 պատգամավորներ ձերբակալվել։ Պայթյուն է որոտացել Բաքու-Թբիլիսի Էրզրում գազամուղում Կարսի մարզում։ Պայթյունի հետևանքով Ադրբեջանից Թուրքիա գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Պայթյունի պատճառները դեռևս ճշտված չեն, դեպքի վայրում աշխատում են մասնագետները։ Սա արդեն երկրորդ պայթյունն է այս տարվա ընթացքում, առաջինը տեղի է ունեցել մայիսի 29-ին։ Թուրքիայի իշխանությունը 2 պայթյուններն էլ համարել է ահաբեկություն։ Ճշմարտությունը Ղարաբաղյան հակամարտության պատմության մասին փաստերի լեզվով։ Ղարաբաղ Records.info նորաստեղծ ինտերնետային կայքում։ Այստեղ կարելի է գտնել արխիվային փաստաթղթեր, դատական նյութեր, լուսանկարներ ու տեսագրություններ, ականատեսների վկայություններ ու միջազգային կազմակերպությունների գնահատականներ։ Առաջին անգամ ամբողջականորեն ներկայացված են 1987-92 թվականների խորհրդային Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացված ցեղասպան գործողությունների, ջարդերի եւ բռնագաղթի վերաբերյալ փաստագրական նյութեր։ Կայքը ռուսալեզու է, բայց կան նաև անգլերեն ու ֆրանսերեն կարևոր փաստաթղթեր։ Իսկ Սումգայիթին վերաբերող դատական արխիվը շուտով կլինի նաև թվայնացված տարբերակով։ Այս կայքը այո, պատասխան է տալիս Ադրբեջանի խեղաթյուրումներին, այդ ամբողջ սպին, որոնք իրենք բոլոր ամբիոններից ուրեմն արտասանում են, եւ կարծում եմ, որ մենք այդ սպին պատասխանում ենք հենց համաչափ մեզ բնորոշ լեզվով, այսինքն փաստաթղթերով, արխիվային նյութերով, տեսանյութերով, լուսանկարներով եւ բոլոր այս կայքում տեղադրված նյութերը, ես կարող եմ ձեզ հավաստիացնել, անցել են խստագույն ստուգում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթരാճ խորագրով Երևանում մեկնարկել է լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը։ Այն շուրջ է համախմբել աշխարհի տարբեր երկրներում գործող հայ լրագրողների, որոնց առջև այսօր խնդիր է դրված իրենց երկրում տարածել ցեղասպանության վերապրածների ու նրանց ընտանիքների հուշերը, խոսել ցեղասպանությունը ճանաչած ու դեռ չճանաչած երկրների ցեղասպանության մինչև այսօր ձգվող բազմաշերտ հետևանքների մասին։ Այդպիսով միջազգային հանրության ուշադրությունը միշտ պահել ցեղասպանության 100-ամյակի տրամաբանության զարկերակին, հետամուտ լինել ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Հանրապետության նախագահը համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում հորդորել է համազգային խնդիրները դարձնել ամենօրյա քննարկման նյութ եւ կապերն ու հնարավորություններն օգտագործել ֆիլմարտադրողների ու հեռուստաընկերությունների հետ ցեղասպանության թեման բարձրաձայնելու համար։ Այսօր այս լրատվության գերզարգացած դարում շատ կարևոր է, որպեսզի մենք միասնական լինենք եւ մեր ձայնը միասնաբար հնչեցնենք եւ անդրադառնանք մեր խնդիրներին։ Մենք այսօր, ես ընդհանրապես ասում եմ, որ լրատվությունը պետք է անաչառ լինի, բայց մեր դեպքում նաեւ մեկ հարց պետք է ավելանա,
այսպես ասած, ածական պետք է ավելանա, որը հայրենանվեր լրատվությունն է։ Ինչու, որովհետև մենք այսօր ազգովի ունենք շատ խնդիրներ, եւ այդ խնդիրներին մենք պետք է ազգովի մարտահրավերներին դիմակայենք։ Ուսուցչի օրվա արդիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար հանրապետության դպրոցների մի խումբ ուսուցիչներ եւ ոլորտի առաջատար մասնագետներ արժանացել են ազգային ժողովի պատվոմեդալների, պատվոգրերի եւ ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերի։ Խորհրդանի նախագահն ընդգծել է, ուսուցիչները հասարակության այն ներկայացուցիչներն են, ովքեր սերտորեն են առնչվում մեր երկրի վաղվա օրվան, որը ստեղծվում է այսօր յուրաքանչյուրիս ներդրումով։ Իսկ ուսուցիչն այդ գործընթացի ուղղակի եւ անուղղակի մասնակիցն է, ոչ միայն որպես գիտելիք տվող, այլև որպես հոգեբան եւ ծնող։ Ըստ Հովիկ Աբրահամյանի մանկավարժն է իր գործով ամրապնդում պետականության հիմքը, մեզանում ձևավորում քաղաքացիական հասարակության հենքը։ Դուք ունեք շատ դժվարին, պատասխանատու, բայց եւ պատվաբեր առաքելություն, կրտել ու դաստիարակել ապագա զինվորին, գիտության մշակին, պետական ու հասարակական գործին, մի խոսքով իսկական քաղաքացու, ով կերտի իր ազգի ու երկրի արժանապատիվ ապագան։ Անկախ ձեր նկատմամբ վերաբերմունքից ու տրվող գնահատականից, դուք ձեր առաքելությունն իրականացնում եք առանց տրտնջալու, ներողամտորեն ու մեծահոգաբար, առանց փոխհատուցում ակնկալելու, գիտակցելով այսօրվա ձեր ցանած սերմի վաղվա բերքի բարձր արժեքն ու անհրաժեշտությունը պետության համար։ 2012 թվականին լավագույն ուսուցչի, տնօրենի ու դաստիարակի անունը հայտնի կդառնա վաղը, երբ կամփոփվեն արդեն ավանդույթ դարձած հերթական հանրապետական մրցույթի այս տարվա արդյունքները։ Ավանդույթի համաձայն տարվա լավագույն ուսուցիչն ու դաստիարակը կպարգևատրվեն ավտոմեքենայով, իսկ ամենաբարձր կոչմանը հավակնող տարվա վաստակաշատ մանկավարժը կարժանանա պետական պարգևի, ինչպես նաև կպարգևատրվի Հայաստանի վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով։ Իսկ մինչ այդ ուսուցչի օրվա նախաշեմին կրթության գիտության նախարարը մասնագիտական տոնի արդիվ շնորհավորել է բոլոր հայ ուսուցիչներին, շատերին պարգևատրելով նախարարության ոսկե հուշամեդալներով ու պատվոգրերով։ Մենք գիտենք նաև, որ դուք ուժեղ եք, մենք գիտենք նաև, որ դուք տոկուն եք, մենք գիտենք, որ դուք առաքյալներ եք կրթության ոլորտում, որոնք կարողանում են անկախ առկա խնդիրներից սփռել լույս գիտելիքի, հավատքի, արժեքների եւ այսքանով հանդերձ լավագույն պատասխանն ենք տալիս բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ քննադատություններին, բոլոր անարդար վերաբերմունքներին։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ նախարարության հենասյունն եք դուք, նախարարության տարվող քաղաքականության իրականացնողն եք դուք, իրական կրողը եւ տեղերում մեր գործընկերը, մեր դաշնակիցը, մեր մարտիկը։ Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա 7-րդ միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողներին պարգևատրել են մի շարք ընկերություններ։ Հայաստանում Սինոպսիսի շաբաթվա շրջանակում անցկացվող այս տարվա օլիմպիադան աչքի է ընկել մասնակիցների լայն աշխարհագրությամբ, ներառելով ներկայացուցիչներ 14 երկրից։ Օլիմպիադայի երկրորդ փուլ անցած 34 մասնակիցներից 18-ը Հայաստանից են եղել։ Օլիմպիադայի հաղթողներին պարգևատրել է նաև Vivatel MTS-ի գործադիր տնօրեն Ռալֆ Գիրիկյանը, որպես առաջին մրցանակ Vivatel MTS-ը նվիրել է նոթբուք, երկրորդ մրցանակը iPad-ը նվիրել է Synopsys Armenia ընկերության ղեկավարը։ Այսպիսի ծրագիր օգնում է ու աջակցում է, որ ՏՏ ոլորտում, կրթական ոլորտում, հատկապես ՏՏ ոլորտի մասնակցությունը ավելի զարգացնել եւ Հայաստանը ընդհանուր առմամբ ՏՏ ոլորտում ավելի մրցունակ դարձնել։ Այս իրադարձությունն աշխարհում արդեն միկրոէլեկտրոնիկայի ոլորտում աննախադեպ միջոցառման է վերածվում։ Ֆրանսիայից, Արգենտինայից, Ավստրալիայից ու մի շարք այլ պետությունների ժամանած աշխարհահռչակ այգետերերը, գինեգործներն ու մարքետոլոգները Երևանում քննարկում են, թե ինչպես հայկական գինին նոր միասնական բրենդով հանել միջազգային շուկա։ Սա Fruitful Armenia համաժողովի հիմնական թեմաներից էր։ Մեր գինու պահանջարկը դրսում մեծ է, փաստում են մասնագետները, բայց անհրաժեշտ է ապահովել նաև ներկայանալի տեսք։ Գյուղացին կարող է արդեն մեծացնել խաղողի այգիները, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև բերքի որակին։ Նոր բրենդով միջազգային շուկան գրավել պատրաստվող հայկական գինին պետք է շատ որակյալ լինի։ Հայր մեր, որ երկինս ես։ Մուշեղ Սրբազանի հայր մերը տիրոջն ուղված է Fruitful Armenia-ի 8-րդ համաժողով նորհնանքի խնդրանքով, որն այս տարի նվիրված է հայկական գինու արտադրությանը։ Միջազգային շուկան գինու համար մեծ հեռանկարներ է բացել։ Հատկապես Չինաստանը, որոնք մեծ պահանջարկ են ստեղծում գինու նկատմամբ, նաև հետխորհրդային տարածքում Ռուսաստանում նույնպես գինու սպառումը մեծանում է։
Որոշակի տեղաշարժեր են տեղ ունենում ալկոհոլային խմիչքների սպառման կառուցվածքում եւ մեծանում է գինեգործության բաժինը։ Եվ խնդիր է դարձել ստեղծել հայկական գինու այնպիսի ապրանքանիշ, որը միջազգային շուկայում մրցունակ կլինի, ընդ որում արտադրական շղթայի բոլոր բաղադրիչների որակը բարձրացնելով։ Fruitful Armenia-ի 8-րդ համաժողովը քննարկում է այդ գործի բոլոր շերտերը՝ որակյալ խաղողի մշակում, բարձրորակ գինու արտադրություն եւ արտահանման ու վաճառքի ճիշտ կազմակերպում։ Վարչապետ Սարգսյանը նկատեց, որ հանրապետության նախագահը 2 տարի առաջ գյուղոլորտը հռչակել է մեր տնտեսության առաջնահերթություններից մեկը, իսկ կառավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում, որպեսզի խաղողագործությունն ու գինեգործությունը կարողանան իրենց կարևոր տեղը գտնել։ Վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ պահանջարկը խաղողի նկատմամբ մոտակա տարիներին գերազանցելու է առաջարկը։ Միևնույն ժամանակ ավելի խստապահանջ պահանջարկ է ներկայացվում խաղողի որակի նկատմամբ։ Մասնագետների կարծիքով հենց Կովկասն ու Հայաստանն են գինու բնօրրանը, ուստի միջազգային շուկայում հայկական գինու դիրքերի ամրապնդման միտքն արդեն գործի է վերածվել։ Ոլորտում մի քանի խոշոր նախագծեր են իրականացվում, որոնց արդյունքները տեսանելի կլինեն արդեն 2-3 տարուց։ 80-ականների պիկից հետո հաջորդ տասնամյակում գինեգործությունը մեր երկրում շուրջ 65%-ով կրճատվեց, նաև այն պատճառով, որ վերամշակող ձեռնարկությունները դադարեցրեցին աշխատանքը։ Համաժողովին, որ մասնակցում են գինեգործական ընկերություններ, պաշտոնյաներ ու փորձագետներ, կգտնվի մրցունակ գինու արտադրության ճիշտ բանաձև է։ Մեր նպատակն է հասնել որակյալ գինու արտադրության եւ կազմակերպել գինեգործությունը Հայաստանում։ Կարծում եմ դա կարող ենք եւ ընդհանրապես մեր ցանկացած գործունեության մեջ մենք ջանում ենք ապահովել որակ։ Կինացի խոշոր գործարարը, որ գյուղատնտեսության մեջ ներդրումներ է կատարում, նաև Զվարթնոց օդանավակայանի, Հայփոստի ու բանկի սեփականատերը, այս պահին չգիտի գուցեև ընդլայնի բիզնեսը Հայաստանում, բայց Արմավիայի ձեռքբերման մասին դիրքորոշումը հստակ է։ Աննկատ չի մնացել Էդուարդո Էրնեկյանի լայնածավալ գործունեությունը, որ ընթանում է տարբեր ուղղություններով։ Մարդասիրական սկզբունքների հաստատման եւ հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար Բարերարը պարգևատրվեց մեծ մարդասեր խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով։ Գործարարի գեղեցիկ իսպաներենով արտասանած ու այդպես էլ չթարգմանված շնորհակալական խոսքը հոր պատմածներից հայտնի Նանսենի անուրանալի դերի մասին էր, որ նա ունեցել էր առաջին համաշխարհայինի ու մեծ եղեռնի տարիներին օգնելով հայերին։ Արմինե Ուդումյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։ Ֆուտբոլային դիմակայությանը սպասելիս ընդամենը մեկ շաբաթից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկրի խոշորագույն մարզադաշտում ուժերը կչափի Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականի հետ։ Ինչպես է պատրաստվում հայկական ֆուտբոլի ամենափառահեղ դրվագների ականատես Հրազդան մարզադաշտը ֆուտբոլային նոր տոնին, պատմում է Տիգրան Դանիելյանը։ Խոթընձիչ մեքենան հավասարեցնում է Հրազդան մարզադաշտի խոտածածկը։ Նոր դրենաժային համակարգով խոտածածկը ոչինչով չի զիջում հայտնի ստանդարտներին։ Հաջորդ ուրբաթ հայ ֆուտբոլասերների ամենասպասված իրադարձություններից մեկը հենց Հրազդան մարզադաշտում է լինելու։ Հայաստանի ազգային հավաքականը ուժերը չափելու է Իտալիայի հավաքականի հետ պատասխանատու խաղում։ Լարված խաղն ու դիտարժան ֆուտբոլը երաշխավորված են։ Այս անգամ Հայաստան-Իտալիա ֆուտբոլային պայքարին ֆուտբոլասերները հետևելու են երկրի ամենամեծ ստադիոնում։ Նորոգման ծրագրի շրջանակներում ամրացման աշխատանքներն արդեն ավարտվել են ու շուտով խաղադաշտը կհամապատասխանի բոլոր միջազգային պահանջներին։ Փոխվել են լուսատախտակները, ասֆալտապատվել է վազքուղյակը ու կատարվում են նաև վերականգնման աշխատանքներ ներքին ենթակառուցվածքներ։ 53,000-ից ավելի նստատեղ ունեցող Հրազդանն արդեն վերափոխվում է, ու եթե ամեն ինչ այսպես ընթանա, Հրազդանը շուտով կկարողանա նաև միջազգային մրցաշարերի խաղեր ընդունել։ Իսկ Հայաստան-Իտալիա խաղի համար մերոնք երկար են պատրաստվել։ Հարմարավետ ու տրամադրող ստադիոնում սիրելի թիմի երկրպագելն առավել հաճելի կլինի, ֆուտբոլիստներն էլ իրենց լավ կզգան։ Փոխվել է լուսավորության համակարգը, ինքը ամբողջովին համապատասխանում է UEFA-ի եւ FIFA-ի պահանջներին։ Նոր խոտածածկով ու լուսավորությամբ մարզադաշտում Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը 3-ից 10,000 դրամ արժեն։ Հանրապետական մարզադաշտի տոմսարկերում ու սուպերմարկետներում անսպասելի արագ են տոմսերը սպառվում։ Տիկին Սուսանան սովորաբար խաղին հեռուստացույցով է հետևում։ Ֆուտբոլից առաջ շատերն են գալիս ու վերջին տոմսեր է գնում։ Այս տոմսարկում 7-ից 10,000 դրամ արժողությամբ տոմսեր գրեթե չեն մնացել։ Զարմանալի է, բայց շատ են նաև արտասահմանցիները եվրոպական տարբեր պետություններից։ Սեպտեմբերի 24-ից սկսվել է Հայաստան-Իտալիա ֆուտբոլի տոմսերի վաճառքը, առաջի օրվանից էլ բավականին ակտիվ վաճառք սկսվեց, նորմալ վաճառում ենք մինչև հիմա։
8 օրից բոլորը թե մարզադաշտերում, թե հեռուստատեսությամբ անհամբեր սպասելու են ֆուտբոլային թեժ իրադարձության։ Մեր հավաքականի ֆուտբոլիստները խաղից 3 օր առաջ միայն կժամանեն հայրենիք ու կսկսեն մարզումները։ Հիմա արդեն բոլոր պայմանները կան թե հանդիսատեսի եւ թե ֆուտբոլիստների համար։ Մնում է, որ հաջորդ ուրբաթ գեղեցիկ ու հաղթական ֆուտբոլի ականատես լինենք։ Տիգրան Դանիելյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։ Այսքանը, հետևեք լուրերին, հանդիպելու ենք ամեն հինգշաբթի։